Գազայում իրավիճակն օր-օրի վատանում է, Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել են Գազայի հատվածին մոտեցող մարդասիրական նավատորմը։ Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ իսրայելցի զինվորները բարձրացել են նավերից մեկի վրա, կազմակերպիչների խոսքով 47 նավակներից բաղկացած Global Sumut նավատորմը տեղափոխում է ավելի քան 500 ակտիվիստի։ Իսրայելը մեղադրել է ակցիայի որոշ մասնակիցների Համասի հետ կապեր ունենալու համար։ Տավի մեջ եղել է նաև ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը նույնպես ձերբակալվել է։ Այս դեպքը զայրացրել է աշխարհի բնակիչներին։ Անկարայում, Ստամբուլում, Բերլինում, Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Գազայի ափերի մոտ մարդասիրական նավատորմի առգրավման դեմ։ Ուկրաինական Բուչան եւ Օդեսան գիշերը եղել են ռուսական հարվածների տակ։ Ռուսաստանը անօթաչուներով գրոհել է այս քաղաքներն ու զանգվածային հարվածներ հասցրել։ Ռուսական հոպ ուժերն իրենց հերթին գիշերը 7 շրջանում ոչնչացրել են 85 ուկրաինական անօթաչու։ Հորդառատ անձրևները Վիետնամի հյուսիսում ջրհեղեղների եւ սողանքների պատճառ են դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ։ Հազարավոր տներ են հեղեղվել, ճանապարհները ավերվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդականները զգուշացրել են, որ կառավարության աշխատանքի երկարատև դադարեցումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար։ Նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է շաբաթական 15 միլիարդ դոլարի հնա աճ կորցնել։ Եթե աշխատանքի դադարեցումը տևի 1 ամիս, ապա դրա հետևանքով 43,000 մարդ գործազուրկ կմնա։ Աֆղանստանում ինտերնետը մասամբ վերականգնվել է 2-օրյա ամբողջական անջատումից հետո։ BBC-ի հաղորդմամբ ինտերնետը վերականգնվել է տեղի բնակիչների դժգոհության ֆոնին։ Ինտերնետի բացակայությունը ազդել էր ոչ միայն կապի, այլև տնտեսական հիմնական ոլորտների վրա։ Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչները պատճառաբանել էին, թե անջատումը տեխնիկական էր պայմանավորված հնացած օպտիկամանրաթելային մալուխների փոխարինման անհրաժեշտությամբ։ Սակայն BBC-ի աղբյուրները հայտնում են, որ ինտերնետի վերագործարկումը կատարվել է անձամբ թալիբների վարչապետի հրամանով։ Ծառայության վերականգնումից հետո բնակիչները դուրս են եկել փողոց տոնելու կապի վերականգնումը։